Թոքերի հյուսվածքներում զարգացող ուռուցք, քաղցկեղի ամենատարածված և ագրեսիվ տեսակներից մեկը։ Թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է զարգացման ուշ փուլերում, քանի որ ավելի վաղ փուլերում այն չի դրսևորվում վաղ ախտանշաններով և ախտորոշվում է միայն մետաստազավորման փուլում։ Այս հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը։ Կարևորելով թոքի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը, Աստղիկ բժշկական կենտրոնը այս օրերին իրականացնում է սկրինինգային անվճար հետազոտություն թոքի քաղցկեղի ռիսկային խմբում գտնվող անձանց համար, ինչպես նաև Աստղիկ բժշկական կենտրոնում իրականացվող միջազգային չափանիշներին համահունչ վիրահատությունների, թոքի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու, կատարված և կատարվելիք գործընթացների մասին բժշկի մոտ հաղորդաշարի շրջանակներում բացառիկ մանրամասներ է ներկայացնում Աստղիկ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, կրծքային վիրաբույժ Գևորգ Ոսկանյանը, նախ ներկայացնելով բաժանմունքի առավելությունները և մատուցվող ծառայությունների չկրկնվող որակը։ Շնորհակալ եմ ես հնարավորություն ընձեռնելու նման թեմաներ մեկնաբանելու համար, որովհետև կարծում եմ ինքը ակտուալ թեմա է, հատկապես թոքի հիվանդությունները Հայաստանում ունեն բավականին տարածվածություն, ցավոք սրտի, որոնց թվում է նաև քաղցկեղը, որը դժվար բուժվող եւ շատ ագրեսիվ հիվանդություն է։ Եվ ինչու Աստղիկ բժշկական կենտրոն, Աստղիկ բժշկական կենտրոնը նախ որպես բժշկական կենտրոն այսօր միակ եվրոպական ակրեդիտացիա ունեցող կլինիկան է, ես չեմ ուզում նստած կլինիկաներին ասել, բայց GCI լիցենզիա ունեցող կլինիկա է, որից տեղյակ եք, իհարկե այդ բառը երբեմն կարող է պարզապես հնչել, շատերին ինչ-որ բան չասի, բայց ես ասեմ, որ հիվանդանոցի ամբողջ անձնակազմը տարիներ շարունակ տարբեր կրթություններ եւ տրեյնինգներ է անցել, որպեսզի մենք կարողանանք ունենանք դա, այսինքն հստակ որակի բարձրացում է։ Տեխնական աշխատանքի դա հստակ որակի բարձրացում է եւ ամեն օր պահանջվող որակ է հսկողության տարբեր մեխանիզմներով, որը ամբողջ աշխարհը արդեն ունի, փառք Աստծո այսօր Աստղիկ բժշկական կենտրոնը Հայաստանում առաջինը ունի դա եւ մենք եւ մեզ դիմող բուժառուները բոլորը զգում են դրա իրական գործունեությունը։ Թորակալ վիրաբուժության բաժանմունքը բժշկական կենտրոնի այսօր հագեցած է ժամանակակից տեխնիկաներով եւ մասնագետներով, որոնք թույլ են տալիս կատարել բոլոր ծավալի էնդոսկոպիկ վիրահատությունները։ Ես դա հատուկ շեշտում եմ, որովհետև դա առանձնահատուկ բան է Հայաստանի համար, որ մենք մի քանի տարի արդեն ունենք ժամանակ կար, որ աշխարհից հետ ենք մնում, հիմա փառք Աստծո մեր մոտ վիրահատությունները բացառապես շատ հազվադեպ դեպքերի, որ ամբողջ աշխարհում բաց են վիրահատվում, մնացած բոլոր դեպքերում վիրահատում են էնդոսկոպիկ, երբեմն նույնիսկ շատ բարդ եւ ծավալուն վիրահատություններ։ Եվ դա ժամանակակից պահանջ է եւ որակի ցուցանիշ է։ Բժշկական մեր բաժանմունքը տիրապետում է նաև որպես առանձնահատկություն ասեմ էնդոբրոնխիալ, այսինքն էնդոլյումինալ վիրահատությունների, որոնք նորաներդրվել 1-2 տարվա մեջ Հայաստանում էլի այլ կլինիկաներ դեռևս չունեն, եւ դա էլ մի օպցիա է, մի ծառայություն է, որը խիստ անհրաժեշտ է եւ հատուկ դեպքերում անփոխարինելի է։ Բժիշկ, իսկ ընդհանուր առմամբ այսօր Հայաստանի Հանրապետությունում թոքային հիվանդությունները որքան տարածվածություն ունեն եւ մասնավորապես առավել հաճախ պատահող պաթոլոգիաները թոքային որոնք են։ Թոքային հիվանդությունները բազմաթիվ են, բազմատեսակ են, բայց ես կուզենամ ավելի շատ պատճառագիտական առումով խոսել, որպեսզի մեր ասելիքը իմաստ ունենա կոնկրետ բուժառուների համար։ Թոքային հիվանդությունների առաջացման հիմնական գերակշիռ պատճառը դա ծխելն է եւ կեղտոտ օդը։ Ցավոք սրտի մեր երկիրի օդիկ աղտոտվածությամբ գնալով ավելի վատ տեղեր է զբաղեցնում, հատկապես Երևան քաղաքը եւ բոլոր բնակիչները անկախ իրենց ծխելուց չծխելուց արդեն սկսում են հայտնվել ռիսկային գոտում։ Եթե դրան գումարենք մեր ազգաբնակչության ծխելու տոկոսը, պարզ է դառնում, որ մեր բնակչությունը ռիսկային բարձր գոտում է թոքային բազմապիսի հիվանդություններով, հատկապես քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ, թոքերի էմֆիզեմա եւ ամենավատը նա է, որ նաեւ թոքի քաղցկեղի առաջացման համար ռիսկային խմբում են։ Եվ ուզում եմ շեշտեմ, որ բժշկական կենտրոնը նախաձեռնեց տնօրինությունը
նախաձեռնել է մի ծրագիր, անվճար սկրինինգային հետազոտության ծրագիր, որը աշխարհում արդեն կիրառվել է շատ երկրներում եւ ապացուցել են, որ դա լավագույն կանխարգելիչ մեթոդն է թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ հետեւաբար նաեւ շատ էֆեկտիվ բուժման համար։ Ծրագիրը արդեն 2 շաբաթ է մեկնարկել է եւ այդ 2 շաբաթում մենք արդեն ունենք հայտնաբերած ահագին պացիենտներ տարբեր հիվանդություններով, հատկապես թոքի քաղցկեղով առաջի ստադիայով արդեն 5-6 պացիենտ ունենք։ Դա ուզում եմ շեշտեմ, որ այդ մարդկանց համար դա փրկության հստակ շանս է, որովհետև իրենք չէին դիմելու, քանի որ գանգատ չունեն, եւ երբ որ կդիմեին, արդեն գանգատների արկայության դեպքում բուժվելու հավանականությունը շատ ավելի վատ էր լինելու։ Այսինքն բժիշկ, թոքի քաղցկեղը առաջին եւ երկրորդ этаպում ըստ էության անախտանիշ է ընթանում։ Այո, ցավոք սրտի այդպես է, մինչև երրորդ փուլ երբեմն ինքը առանց ախտանիշի է։ Բժիշկ, ժառանգական նախատրամադրվածություն այս դեպքում ծխելուց բացի ժառանգական մյուս ֆակտորը դա ժառանգական ֆակտորն է, մոտիկ հարազատների, հատկապես ծնողների մոտ թոքի քաղցկեղի առկայությունը, նրանք նույնպես ռիսկային խմբում են եւ բոլոր այդ ժառանգականություն ունեցողները ավելի երիտասարդ են մտնում ռիսկային խումբ 40 տարեկանից, ծխողները 50 տարեկանից են մտնում ռիսկային խումբ։ Առհասարակ թոքի քաղցկեղի մասին երբ խոսում ենք, նշում են, որ թոքի քաղցկեղը ամենաարագ զարգացող քաղցկեղն է եւ թերևս ամենավախեցնողն է։ Սա ինչի մասին է խոսում բժիշկ, որ առաջին երկրորդ этаպում, ինչպես նշեցիք, անախտանիշ ընթացող պաթոլոգիա է եւ դա է պատճառը, որ արդեն 3-4 ստադիայում միանգամից, այսպես ասած, խժռում է։ Ես չեմ ուզում խորանալ նեղ բժշկական համացությունների մեջ, այո, ապացուցված է, որ թոքի քաղցկեղների մեջ ագրեսիվ քաղցկեղը համարում, որտեղ ինքը շատ ավելի արագ է տարածվում արյան միջոցով եւ ավշային համակարգով, քան շատ այլ քաղցկեղի տեսակներ։ Բացի դրանից բուժումը եւ էֆեկտիվ բուժումը շատ այսօր համեմատած մյուս քաղցկեղների հետ ավելի վատ է։ Այսինքն մենք ունենք ընդհանուր ռուսկազատ եւ ընդհանուր ապրելիության ցուցանիշներ, եթե այդ ցուցանիշներով համեմատում ենք թոքի քաղցկեղը այլ քաղցկեղների հետ, ինքը վատագույն տեղերից մեկն է զբաղացնում։ Եվ բուժման մեջ նոր մեթոդներ են սկսել կիրառվել, իհարկե դա իմունոթերապիան է, թիրախային բուժումն է, որոնք այո, բավականին էֆեկտիվ բուժման մեթոդներ են, բայց իրենք բավականին թանկ են եւ մենք չունենք ցավոք սրտի Հայաստանում դեռևս պետական ծրագիր եւ ապահովագրական ընկերություններ, ովքեր որ կհոգային այդ ծախսերը բուժառուի փոխարեն եւ մեր երկրի քաղաքացիների շատ քիչ տոկոսն է, որ իրենք կարող է թույլ տալ այդ բուժման տեսակներից օգտվելու վճարովի հիմունքներով, այնպես որ ավելի լավ է կանխարգելենք եւ չհասնենք այդ փուլերին։ Բժիշկ, իսկ ունեք վիճակագրություն առավել շատ կանայք, թե տղամարդիկ են բախվում թոքերի քաղցկեղի հետ, չնայած հաշվի առնելով այն հանգամանքները, ինչի մասին խոսեցիք, ըստ էության առավել շատ երկրի տղամարդիկ են։ Այո, մեր վիճակագրությամբ եւ միջազգային վիճակագրությամբ, այո, գերակշռող մասը տղամարդիկ են, որը նույնպես պայմանավորված է ծխելու տոկոսով, որտեղ տղամարդիկ ավելի շատ են ծխող, չնայած որ հիմա արևմտյան երկրներում ծխող կանանց տոկոսը մի տարիներ եղավ որ շատացավ, բայց շատ երկրներ շատ էֆեկտիվ պայքար են մղել ծխելու դեմ եւ իրենց ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ դա շատ մեծ արդյունավետություն է ունեցել ծխելու դեմ կատարված միջոցառումների եւ թոքի քաղցկեղի թվերի նվազման առումով։ Բժիշկ, կա նաև այսպես ասած հասարակության շրջանում տարածված տեսակետ, որ քաղցկեղը բարվորակ է եւ այդքան հետևից ընկնել պետք չի։ Թոքերի քաղցկեղի դեպքում կա բարվորակ եւ չարորակ տեսակ։ Եվ դա առհասարակ բժշկության մեջ տերմինաբանությունից խոսենք, քաղցկեղը արդեն չի կարող լինել բարորակ, ցանկացած քաղցկեղ ինքը արդեն նշանակում է չարորակ, զուտ տերմինաբանական առումով։ Թոքի ուռուցքները կարող են լինել նաև բարորակ, այո, թոքում կարող են լինել եւ քաղցկեղ, եւ այլ չարորակ ուռուցքներ, եւ նաև բարորակ ուռուցքներ։ Դրանք շատ դժվար չեն տարբերակվում, ժամանակակից հետազոտության մեթոդները թույլ են տալիս դրանք հստակ տարբերակել եւ աստղիկ բժշկական կենտրոնը ունի բոլոր հնարավորությունները ընդամենը կարճ ժամկետում մի քանի օրվա մեջ մի քանի հետազոտություններ կատարել եւ ախտորոշումը հստակացնել։
որը ժամանակի առումով էլ բավականին ավելի լավ վիճակում են, քան եվրոպական երկրներում, քանի որ հերթեր չունենք, այդ առումով մենք մեծ, այսինքն մեզ դիմաց բուժառուն կար մի քանի օրվա մեջ կարող անցնել կամ տրային տոմոգրաֆիա, բրոնխոսկոպիա, միջմաշկային բիոպսիա, դրանք մեթոդներ են, որոնցով հստակ քաղցկեղի տարածվածությունը, տեսակը եւ նաեւ ինչու՞ չէ գենետիկ մուտացիաները, որոնք այսօր շատ ակտուալ են, ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում այդ ամբողջ ինֆորմացիան կարող ենք ամփոփ ունենալ բուժառուի համար։ Եթե ձեզ դիմում են արդեն թոքերի քաղցկեղի ամենավերջին փուլում, այսինքն 4 ստադիայում, ինչպես է կարողանում, այսպես ասած, հիվանդին թևաթափ չանել եւ ինքներդ էլ կարողանալ այդ իրավիճակից դուրս գալ, որպեսզի հիվանդին էլ չասեք վերջ քո մոտ արդեն 4 ստադիայի քաղցկեղ է եւ այլևս փրկություն որպես այդպեսին չկա եւ առհասարակ հաճախ եք հանդիպում նման դեպքերի, որն է ձեր բանաձևը այս դեպքում։ Ցավոտ հարց եք տալիս, այո, ցավոք սրտի հաճախ ենք, շատ ավելի հաճախ հանդիպում ենք 4 փուլի։ Նախ դա դեռևս դատավճիռ չէ, միանշանակ։ 4 փուլի քաղցկեղով շատ մարդիկ այսօր իրենք լսում են, պայքարի մեջ են եւ փորձում են հաղթահարել իրենց հիվանդությունը։ Մեր ամբողջ կյանքն է պայքար։ Եվ վերջ ասելով ինչի նկատի ունենք։ Ես իմ սփոփանքը եւ խորհուրդ իմ բոլոր պացիենտներին նախ ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետեւ մեզնից ոչ մեկ հավերժ չի ապրում։ Մենք ունենք խնդիրներ, ունենք ամեն մեկս առաքելություն եւ որոշ տրված ժամանակ եւ որի մասին մենք ոչ մեկս չգիտենք։ Եթե խնդիրը արդեն արկա է, ես ամեն մի մարդու խորհուրդ եմ տալիս վերազինվել հավատքով, հավատալ, որ ինքը կարող է հաղթարել եւ մտնել պայքարի մեջ, բայց ամուր բռնելով Աստծո ձեռքը, այսինքն դա պետք է ուղեկցվի ընտանիքի, հարազատների համախմբմամբ, միասին աղոթքով, միասին իրար էներգիա հաղորդելով, եւ որ իմ պացիենտը ինքը հավատացյալ է, ես շատ ավելի մեծ զորություն եմ ստանում։ Ես նախ բոլորի համար պարտադիր աղոթում եմ եւ հավատում եմ, որ Աստված օգնում է մեզ ցանկացած գործում։ Ասում եմ, եթե Աստված չօգնի մեզ, տուն կառուցողը անիմաստ է այն կառուցում։ Այսինքն ձեր ասածը գալիս է ապացուցելու, որ առաջին հերթին հիվանդը ինքը պետք է իրեն օգնի, հետո նոր արդեն հայցի բժշկի օգնությանը։ Տեսեք, ես ինչ եմ դա ասում հատկապես։ Ցավոք սրտի մեր բնակչության մեծ մասը հարազատները, երբ որ գալիս են նման իրավիճակում, ասում են եկեք խաբենք։ Դուք մի ասեք, մենք չենք ասել, որ իր մոտ 4 փուլի ուռուց կա։ Ես իրավունք չունեմ հարազատի խնդրանքը չկատարելու։ Բայց ես փորձում եմ աշխատանք տանել հարազատի հետ, որպեսզի չխաբենք, ինչի համար է պետք։ Նախ մենք բարոյական իրավունք չունենք։ Դուք պատկերացրեք, եթե դա այն շանսն է, որ այդ մարդը, ասենք, մկրտված չի եւ պետք է մկրտվի, դա փրկության շանս է, որ Աստված տվել է։ Մենք իրեն զրկում ենք այդ շանսից։ Պատկերացրեք ինչի մասին է խոսք։ Ընդհանրապես եկեք մոտեցումը ձևակերպենք այսպես. մարդը մենակ մարմին է, թե ոչ։ Մեր հավատքը ասում է, որ ոչ, մարդը հոգի է, միտք է եւ մարմին է։ Ըստ առավելություններ, այսինքն ամենամեծը հոգին է, որը հավերժ է։ Մենք հավատում ենք, թե պարզապես ասում ենք։ Ամեն խաչակնքվելուց մենք պետք է հիշենք, որ մեր խաչակնքվելը նշանակում է հավատի այդ հանգանակը, որտեղ նշվում է, որ կյանքը հավիտենական է եւ հոգին հավիտենական է ապրում։ Այսինքն մեր բոլոր գործողությունները առաջինը պետք է լինեն միտված մեր մեղքերի թողությանը եւ հոգեվոր փրկությանը։ Օրինակ կան, այսպես ասեմ, ռուսական եկեղեցում ընդունված տեսակետ կա շատ վարդապետների մոտ, որ քաղցկեղը դա շնորհ է։ Ինքը դժվար է հնչում, ոչ մի քաղցկեղով հիվանդ, ոչ մի առողջ մարդ չի ուզենա քաղցկեղով հիվանդանա, բայց եւ ոչ մի քաղցկեղով հիվանդ դժվար դա շնորհ համարի։ Բայց տեսեք մեկնաբանությունը ինչու՞մ ասում են, տրված է ժամանակ մարդուն ապաշխարելու։ Իսկ եթե մենք մտածենք, որ այն մարդիկ, ովքեր հանկարծակի են կյանքից զրկվում, տարբեր պատահարներ, նաեւ կատվածներ, սրտի կատված, ուղեղի կատված, որոնք չեն ունենում այդ ժամանակը, շատ ավելի վատ վիճակում են։ Իմ խորհուրդը նա է, որ ամեն դեպքում, ինչ վիճակում մենք լինենք, նախ համախմբվենք, ամբողջ ներքի ներդաշնակության գանք, որը առանց Աստծո հնարավոր չի։
Եթե դեռևս չենք ճանաչում, ընդհանրապես դժվար է, երբ որ դու միանգամից հիվանդ կամ կարիքի մեջ ես գնում Աստծո մոտ, դրա համար նախ պետք է սկզբից գնալ, որ այդ լեզուն ու կապը լինի, ասում եմ, իր լեզու խոսալ սովորենք։ Դա համոզված եղեք, որ դա լավագույն ճանապարհն է ամեն մեկիս համար։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Ջերմ և հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ և ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։